Շնորհակալություն շատ, շնորհակալություն այս հնարավորության համար եւ նաեւ թեմայի արդիականությունը հաշվի առնելով շնորհակալություն բոլորին ներկայության, ուշադրության եւ ցավոք կասեմ նաեւ խիզախության համար, որ գործող իշխանությունների ժխտողական քաղաքականությանը ստիպված ենք, բայց պետք է դիմակայենք հենց ներսում։ Շարունակելով Վարուժանի ներկայացրած թեման եւ նախորդ գործընկերների ներկայացրած թեմաները, խոշոր առումով բոլորս հասկանում ենք, որ Արցախի ժողովրդի ցեղասպանությունը եւ բռնի տեղահանումը նույն հայոց ցեղասպանության շարունակական քաղաքականության ուղղակի մի շղթան է, ցավոք սրտի, եւ մեզնից կախվածն այն է, որ պետք է պայքարենք եւ արդարության համար եւ այս ցեղասպանության հետևանքների հնարավորինս վերացման համար, այդ թվում մեր ժառանգության պաշտպանության, Արցախի ժողովրդի վերադարձի համար եւ նաեւ հետագա ցեղասպանական ակտերի ու ոչրագործությունների կանխարգելման համար հայ ժողովրդի դեմ, որի գլխավոր նախապայմաններից մեկը Վարուժանը նշեց հայատյացության քաղաքականության արմատախիլ անելն է, որը գաղափարական գլխավոր հիմքն է այս ռազմավարության, եւ իհարկե հնարավորինս կենսունակ դիմակայուն Հայաստանի Հանրապետություն եւ հայ ժողովուրդ ունենալն է, հաշվի առնելով մեր պատմության դասերը, մեր ինքնության ամրությունը եւ այլն։ Հիմա գալով բուն թեմային, որի մասին կուզեմ ես ներկայացնել, դա Արցախի ժողովրդի ցեղասպանության մեթոդական առանձնահատկություններն են։ Եթե մենք խոսենք արդի փուլի մասին եւ չխոսենք 80-90-ականներին տեղի ունեցած ցեղասպանական ակտերի մասին, ադրբեջանահայության դեմ եւ Արցախի ժողովրդի դեմ ձախողված փորձի մասին, ապա կարող ենք քննարկել հատկապես 20 թվականից սկսած, ես 5 հիմնական փուլ եմ առանձնացնում, առաջին փուլը 20 թվականի ռազմական ագրեսիան է, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9 պայմանական ժամկետով, երկրորդ փուլը նոյեմբերի 10-ից 20 թվականի մինչև 22 թվականի դեկտեմբերի 12-ը, որը ավելի պասիվ փուլ է, բայց հատկապես օկուպացված տարածքներում ակտիվորեն հայկական հետքի ոչնչացումն էր եւ նաեւ ակտիվ կերպով ռազմաքաղաքական սողանցքներ էին փորձում գտնել ադրբեջանական իշխանությունները Արցախի մնացած հատվածը օկուպացնելու եւ Արցախի ժողովրդի մնացած հատվածին ֆիզիկական եւ հոգեբանական կերպով մասնակի կամ ամբողջությամբ ոչնչացնելու համար։ Երրորդ փուլը շրջափակումն է, որը ավելի ակտիվ ցեղասպանական գործողություն է, ամեն փուլին առանձին կգան որպես մեթոդական առանձնահատկություն։ Չորրորդ փուլը 23 թվականի սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիան է եւ դրան հաջորդող բռնի տեղահանումն է, եւ հինգերորդ փուլը առ այսօր մենք գտնվում ենք այդ փուլի մեջ, մեր բռնի տեղահանումից հետո օկուպացված Արցախում մեր ժառանգության եւ հանրային ու մասնավոր սեփականության ոչնչացումն ու յուրացումն է եւ ֆիզիկական առումով եւ ինքնության կամ տեղեկատվական հոգեբանական առումով զուգահեռաբար տեղեկատվական դաշտում փորձելով մեր ինքնությունից ջնջել իրականությունը, այդ թվում հստակ մեղսակից ունենալով Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին։ Ոչ թե իրենց անգործությամբ, այլ իրենց ակտիվ մեղսակցությամբ Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հիմա գալով հատկապես 22 թվականից մեկնարկած շրջափակմանը եւ դրան հաջորդող բռնի տեղահանմանը, ասեմ, որ 20 թվականի ագրեսիան, մեր տարածքների օկուպացիան եւ մեր ժողովրդի մի մասի ֆիզիկական ու մտավոր ոչնչացումը հստակորեն եղել է առաջին փուլը ամբողջական ցեղասպանության
եւ բազմաթիվ մեթոդական առանձնահատկություններ տեղ են գտել 20 թվականի ռազմական ագրեսիայի ժամանակ, որի ժամանակ ես բարեբախտաբար թե դժբախտաբար եղել եմ մարդու իրավունքների պաշտպանը եւ գլխավոր արձանագրողներից մեկն եմ եղել եւ հստակորեն բոլոր մեթոդները կիրառվել են այդ ժամանակ, որոնք հետագայում շարունակվել են, բացառությամբ շրջափակումից, պարզապես որովհետեւ չեն կարողացել Արցախը շրջափակել ռազմական առումով, մնացած բոլոր ռազմական, տեղեկատվական, հոգեբանական, տնտեսական, քաղաքական բոլոր մեթոդները, ցեղասպանական մեթոդները կիրառվել են։ Եվ սրանց վերլուծությունը կտամ նաև ցեղասպանության կանխարգելման եւ պատժման հայտնի կոնվենցիայի իրավական վերլուծության առումով մի քիչ ավելի ուշ։ Գալով շրջափակումը ուղեկցվել է կրկին հոգեբանական, տեղեկատվական ու քաղաքական, տնտեսական գործիքակազմերով, այստեղ գլխավոր գործիքակազմը իհարկե եղել է բուն շրջափակումը, զրկելով Արցախի ժողովրդին կենսական մատակարարումներից եւ սննդի, եւ դեղորայքի, այնուհետև էլեկտրամատակարարում, գազամատակարարում, եւ սրանով աստիճանաբար ֆիզիկապես եւ հոգեպես հյուծել են Արցախի ժողովրդին, նախապատրաստելով ցեղասպանական գլխավոր կուլմինացիոն ակտին, ռազմական ագրեսիային եւ Լաչինի միջանցքի բացմանը, որի հետևանքով մենք բռնի տեղահանվել ենք։ Այս մեթոդաբանությունը արդիականացված մեթոդաբանություն է ի համեմատ 20-րդ դարի արյունալի ցեղասպանական ակտերի եւ երբեմն հենց այս պատճառով շատերիս մոտ, այդ թվում հայերիս մոտ, այսպես ասած, մի քիչ քաշվածություն կամ զսպվածություն կա, որ չենք ասում Արցախի ժողովրդի ցեղասպանություն, ասում ենք էթնիկ զտում, նկատի ունենալով, որ դե տասնյակ հազարավոր կամ միլիոնավոր մարդիկ արյունահեղ չեն եղել, չեն սպանվել կամ գազի խցիկներում չեն սպանվել կամ, չգիտեմ, փողոցներում չեն մորթվել, բայց հաշվի առնենք, որ ցեղասպանությունը չի նշանակում բուն մասշտաբը արյունահեղության, այլ նշանակում է հետևանքը եւ դիտավորության ներ կգա։ Հետևանքի առումով մենք 3 հիմնական դրվագ ունենք ցեղասպանության կոնվենցիայում, հոդված, այսպես ասեմ, ունենք։ Մեկը երկրորդ հոդվածի առաջին մասն է, դա խմբի տարբեր անդամների սպանությունն է, որը հստակորեն տեղի ունեցել 20 թվականին, 23 թվականին եւ նաեւ ոչ միայն ռազմական գործողությունների միջոցով, այլ շրջափակման միջոցով, այսինքն ուղիղ սպանությունները տեղի են ունեցել, ընդ որում հիշեցնեմ, որ բազմաթիվ քաղաքացիական անձինք են սպանվել ուղիղ դիտավորյալ թիրախավորելու հետևանքով։ Ընդ որում ոչ միայն հրետակոծության ու հրթիռակոծման հետևանքով, այլ հիշեցնեմ, որ բազմաթիվ հայեր, որոնք ընկել են ադրբեջանական տիրապետության տակ, եւ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք սպանվել են, բռնի անհետացել են մոտ 80-ը, հիշեցնեմ, սպանվել են 20 թվականին մոտ 100-ը, 23 թվականին 21-ը քաղաքացիական անձինք եմ ասում, եթե չենք քննարկում ռազմական գործողությունների ժամանակ ռազմագերիների հանդեպ տեղի ունեցած պատերազմական հանցագործությունները, այսինքն այդ թվում սպանությունները, այդ թվում բռնի անհետացումները, խոշտանգումները, դիակապտությունները եւ այլն, որոնք բոլորը ցեղասպանական ակտեր են, ցեղասպանական ակտերի տարբեր դրսևորումներ են։ Երկրորդ հոդվածի B մասը նշում է խմբի, տվյալ դեպքում Արցախի պարագայում էթնիկ խմբին է վերաբերում, բայց ցեղասպանության կոնվենցիան ենթադրում է նաև այլ կրոնական խումբ եւ այլն։ Էթնիկ խմբի տարբեր անդամների հանդեպ լուրջ մարմնական կամ մտավոր վնասի հարուցում, մարմնական վնասի հարուցման մասին նշեցի, այսինքն բաց սպանություններից հարյուրավոր վիրավորման դեպքեր են եղել զուտ քաղաքացիական անձանց, մտավոր վնասի մասով
հստակ հոգեբանական տերոր է իրականացվել, այդ թվում գլխատման դեպքերի, տարբեր խոշտանգումների, տարածում ադրբեջանական մեդիա ռեսուրսների միջոցով, տարբեր ահաբեկչական ակտեր և դրանց խրախուսում, այդ թվում այդ հանցագործների հստակ հերոսացում մինչև Ալիևի մակարդակով։ Չհաշված տարբեր սպառնալիքները, թե ինչ տեղի կունենա արցախցիների հանդեպ, երբ գրավենք Արցախը և այլն, այդ թվում շրջափակման ժամանակ, և սրանք բոլորը մտավոր լուրջ վնաս են հասցրել, ընդ որում այս վերլուծությունները և այս արձանագրումները հստակորեն նշվում են ոչ միայն մեր կողմից, այլ միջազգային տարբեր էքսպերտների և ինստիտուտների կողմից։ Օրինակ, Խուան Մենդեսը, ով եղել է ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման առաջին հատուկ խորհրդականը 2004 թվականին, 23 թվականի նոյեմբերի հրապարակած իր զեկույցում հստակ ասում է, որ լուրջ մտավոր վնաս են հասցրել Արցախի ժողովրդին որպես ցեղասպանական ակտ։ Ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումը, սա նույնպես ցեղասպանական ակտ է, որը նման է 15 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովրդի գլխատմանը։ Սովամահության դրդելը հստակորեն Ալիևի կողմից ինքը ուղիղ հրապարակային ընդունել է, որ այո, մենք դադարեցրել ենք կենսական մատակարարումները, որովհետև Կարմիր խաչի վարորդները հեռախոսներ էին ապօրինի կերպով ներկրում։ Այսինքն, էլ չեմ ասում մնացած հանգամանքները, Ալիևը անձամբ խոստովանել է, որ իրենք դիտավորյալ Արցախի ժողովրդին սովամահության են դրդել։ Եվ բռնի տեղահանումը ինքնին և ռազմական ագրեսիան սեպտեմբերին հստակորեն միտված է եղել Արցախը դատարկելուն, ընդ որում սա արձանագրում են ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, ինչպես Սուրենը նշեց, Freedom House-ը, որը արձանագրում է, որ հստակ համակարգային դիտավորյալ քաղաքականություն է եղել Լեռնային Ղարաբաղը դատարկելու հայերից։ Եվ ինչու այսպիսի ցածր, ճակերտավոր ասեմ, գնով չանել նույն բանը, որը 20-րդ դարում արել է Օսմանյան կայսրությունը մասսայական արյունահեղության միջոցով, եթե հնարավոր է փափուկ ուժով, հնարավորինս քիչ մարդ սպանելով, բայց հասնել հաջողության ու դատարկել։ Եվ վերջին փուլը, որին մենք բախվում ենք, դա մեր ժառանգության յուրացումն է, մեր վերադարձի կանխումն է և նաև ոչ նյութական ժառանգության ու մեր հիշողության դեմ պայքարն է, որին ցավոք հստակորեն աջակցում են Հայաստանի իշխանությունները։ Որն է մեր անելիքը, որպես եզրահանգում, մեր անելիքը սրա մասին խոսելն է, հետապնդելն է հանցագործներին և հանցագործ պետությանը, հնարավորինս տարբեր գործիքակազմեր կիրառելն է միջազգային, այնքան որքանով մենք կարող ենք, որպեսզի մենք հնարավորինս կանխենք մշակութային ժառանգության ոչնչացումը և մեր հիշողության դեմ այս ցեղասպանական քաղաքականությունը, իհարկե լավագույն տարբերակը հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետությունում ունենանք այնպիսի ազգային իշխանություններ, որ այս բոլոր դիմակայունության մեխանիզմները ու գործիքակազմերը մենք կիրառենք պետական ինստիտուտներով։ Այլապես մենք փոքր խմբերով, հասարակական հիմունքներով հստակորեն հաջողության չենք հասնելու և ձախողելու ենք։ Շնորհակալություն։